Երևանի փողոցներում հաճախ հանդիպող էլեկտրամոբիլների քանակն առաջիկայում էլ ավելի կավելանա։ Երկիրը եթե անցած տարի մաքսատուրքի արտոնությամբ 8000 տրանսպորտային միջոցի ներկրման քվոտա ուներ, 2026-ի համար շատ ավելի շատ 15000 հատի թույլտվություն է ստացել բաշխումն ավարտված է, այսօր տարածեց Պետեկամուտների կոմիտեն։ 15000-ից 12000-ը բաշխվել է ֆիզիկական անձանց եւ դիլեր չհանդիսացող կազմակերպություններին, իսկ 3000-ը անմիջապես արտադրողի հետ պայմանագիր կնքած ներկայացուցիչներին։ Թեպետ որոշումը նախատեսում է, որ եթե այդ 3000-ը չսպառվի, ապա դա նույնպես կվերաբաշխվի։ Մաքսատուրքից ազատող հերթական այս որոշումը ուժի մեջ է մտնելու հունվարի 22-ից ձևակերպվող ներկրումների համար։ Արտոնությունը պետությունը տալիս է պայմանով, որ երկիր բերվող էլեկտրամոբիլը բավական թարմ լինի։ Այս երկու ծածկագրերն են, որոնցից առաջինը էլեկտրական ամբողջությամբ էլեկտրական շարժիչովն է, երկրորդը հիբրիդն է։ Ու տարածվում է այ 2023-ի դեկտեմբերի 31-ից հետո թողարկվածների նկատմամբ արտոնությունը։ Մաքսատուրք չվճարելու հետ էլեկտրամոբիլ ներկրողներից ընթացիկ տարում ավելացված արժեքի հարկել չի գանձվի։ Արտոնությունը երկարաձգվել է, ցանկում էլ էլեկտրական շարժիչով մարդատար ու հեծանիվ մոփեդների կողքին ավելացվել բեռնատարները։ Որոշման մեջ սակայն նրբություն կա։ Հիմնական ձևակերպումներից առաջ կարճ ժամանակ է տրվել նրանց, ովքեր հայտարարեցին, թե մեքենայի շատ թարմ լինելու պահանջից անտեղյակ դեռ աշնանից պատվերներ ունեն ճանապարհին։ Ավելացված արժեքի հարկ չվճարելու նպատակով շտապեք մինչև այս ամսվա վերջ ավարտել այդ էլեկտրամոբիլների հարկային մաքսային թղթաբանությունը, հուշում են ՊԵԿ-ի մեթոդաբանները։ Մինչև սույն թվականի հունվարի 31-ը ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը կիրառվելու է անկախ նշված տրանսպորտային միջոցների թողարկման տարեթվից։ Իսկ ահա 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը կիրառվելու է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարվող 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկման տարեթիվ ունեցող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Նախորդ տարվա համեմատ մոտ կրկնակի շատ քվոտան էլ արագ կսպառվի համոզված են հարկայինում։ Առանց մաքսատուրքի Հայաստան բերվող էլեկտրամոբիլն իհարկե հնարավոր չէ մյուս մեքենաների պես վերարտահանել Ռուսաստան կամ Ղազախստան, բայց մարդիկ հաշվում համոզվում են, որ արտոնության շնորհիվ դրսից էլեկտրական տրանսպորտ գնելը ձեռնտու է, նկատում է Լիլիթ Մովսիսյանը։ Մաքսատուրքի դրույքաչափը 15% է էլեկտրոմոբիլների համար, իսկ ավելացված արժեքի հարկը 20%, հետևաբար շուրջ 35% մի փոքր ավել, քանի որ ավելացված արժեքի հարկի բազայի մեջ նաև մաքսատուրքն է ներառվում։ Այդքան չափով ներկրողները ազատվում են։ Այո։ Իդեպ ՊԵԿ-ը սկսում է վերադարձնել էկոնոմիկայի նախարարի հայտարարած էլեկտրամոբիլի ներկրման քվոտայի պատճառով անցած տարի գանձած մաքսատուրքը։ Ցուցակում 636 տրանսպորտային միջոցի հայտարարատու է։ Գումարը հետ ստանալու համար նրանք պետք է էլեկտրոնային դիմում լրացնեն։ Հերմինե Բաղդասարյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։